Դերեկ Պրինսի ծառայությունը ներկայացնում է ակնարկներ ապագայի մասին։ Մաս երկրորդ։ Դերեկ Պրինս։ Աստծո փրկարար շնորհը հայտնվեց բոլոր մարդկանց, այն մեզ խրատում է, որ մերժենք ամբարիշտությունն ու աշխարհիկ ցանկությունները և խոհեմությամբ, արդարությամբ ու աստվածապաշտությամբ ապրենք այս աշխարհում, սպասելով այն երանելի հույսին և մեծ Աստծո ու մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի փառքի հայտնությանը, որն իր կյանքը մեզ համար տվեց, որպեսզի ամեն ամորենությունից մեզ փրկի ու մաքրի և իր սեփական ժողովուրդը դարձնի բարի գործերի նախընձախնդիր։ Ես հավատում եմ, որ այս առավոտ մեզանից յուրաքանչյուրի համար կարևոր է ունենալ այս տեսիլքը՝ երանելի հույսը և մեր մեծ Աստծո ու Փրկչի Հիսուս Մեսիայի փառավոր հայտնությունը, որովհետև այն, ինչ ես պատրաստվում եմ ասել, շատ լուրջ է, ծանր է և շատերը դա լավ լուր չեն համարի, բայց դա լավ լուր է նրանց համար, ովքեր ունեն այդ երանելի հույսը։ Ես ուզում եմ քեզ առաջարկել մի միտք, որը պետք է ստուգես, ոչ թե ուղղակի ընդունես, վերջիվերջո միակ հույսը, որն ամբողջովին վստահելի է, դա Հիսուս Քրիստոսի վերադարձի հույսն է։ Եվ ես հավատում եմ, որ Աստված միջոցներ է կիրառում և ճնշումներ բերում, որպեսզի մենք հասկանանք, որ չունենք այլ հուսալի, իրական և հստակ հույս, բացի Տեր Հիսուսի վերադարձի հույսը։ Սա միշտ ճշմարիտ է եղել համաձայն Նոր Կտակարանի, սակայն կարծում եմ, որքան մոտենում ենք աշխարհի ավարտին, Աստված թույլ կտա բաներ, որոնք մեզ համար պարզ կդարձնեն, որ այլ հույս չպետք է ունենանք։ Հիմա, նախորդ հատվածում իմ թեման էր ապագայի ակնարկներ մարգարեական գրքերից, հատկապես կապված Իսրայելի հետ։ Ես արդեն տվեցի 3 ակնարկ ապագայի հետ կապված։ Առաջինը յուրահատուկ նեղության շրջանն է, որը կազդի ամբողջ երկրի վրա, նախ հրեաների, հետո հեթանոսների վրա։ Երկրորդը 144,000 հրեաների կնքումը, որոնք դառնում են Աստծո վերջին բանակը, ավետարանը բոլոր ազգերին հասցնելու համար։ Երրորդը Իսրայելի փախուստը անապատ, որտեղ նա պահպանվելու է 3.5 տարի, ապա կվերադառնա իր ժառանգությանը։ Հիմա ունենք ևս 5 ակնարկ, և եթե ես դրանք չասեմ, պատկերը կիսատ կմնա։ Չորրորդ ակնարկը վերջնական հարձակումն է Երուսաղեմի վրա։ Այս բոլոր հաջորդ ակնարկները վերցված են Զաքարիա 12-14 գլուխներից։ Զաքարիա 12-րդ գլխի առաջին խոսքում ասվում է. Տիրոջ խոսքը Իսրայելի մասին։ Եվ երկրորդ համարում ասվում է. ահա Երուսաղեմը ես թմրության բաժակ եմ շինելու շրջակա բոլոր ժողովուրդների համար, դա նաև Հուդայի համար պիտի լինի Երուսաղեմի պաշարման ժամանակ։ Այստեղ թմրություն բառը կարելի է թարգմանել նաև որպես շփոթեցնող, տատանող, հավասարակշռությունը կորցնող։ Այսինքն ինչ-որ բան է լինելու, որը մարդկանց կզրկի սթափ դատողությունից։ Ինչպես ալկոհոլի կամ թմրանյութի ազդեցության ներքո նրանք չեն կարողանա ճիշտ գործել։ Ուշադրություն դարձրեք, որ գրված է Աստված է դա անում։ Նա ասում է բոլոր շրջակա ժողովուրդները կգան Երուսաղեմի դեմ։
Եթե քարտեզին նայեք, կտեսնեք մի բան, որը պատահական չէ, Իսրայելի շուրջ գտնվող բոլոր երկրները արաբական են և նրանց հիմնական կրոնն իսլամն է, սա պատահականություն չէ։ Այստեղ կա երկու ուժի աշխատանք, Աստծո ծրագիրը և սատանայի ռազմավարությունը։ Սատանան, որը նույնպես մարգարեության ուսանող է, վաղուց հասկացել է, որ դարաշրջանի գագաթնակետը լինելու է Իսրայելում և կապվելու է հրեաների հաշտության հետ իրենց Մեսիայի հետ։ Եվ իմ կարծիքով նա ստեղծել է մի շրջափակող պատ այդ երկրի շուրջ այնպիսի ազգերով, որոնց կրոնը իսլամը ինքնին հակադրվում է Իսրայելին և Աստծո ծրագրերին։ Սա այն սցենարն է, որը նախատեսված է թե Աստծո և թե սատանայի կողմից։ Բայց վերջին խոսքը Աստծունն է։ Այսպիսով Իսրայելը շրջապատված է արաբական երկրներով և առաջին հարձակումն Իսրայելի և Երուսաղեմի վրա գալու է նրանցից։ Հետո երրորդ համարում տեսնում ենք երկրորդ փուլը։ Ես այդ օրը Երուսաղեմը ծանր քար եմ դարձնելու բոլոր ժողովուրդների համար, նրանով բեռնվողներն ամբողջովին պիտի ջարդվեն և նրա դեմ պիտի հավաքվեն երկրի բոլոր ազգերը։ Սա արդեն դուրս է գալիս միայն արաբական աշխարհից և ընդգրկում է բոլոր ազգերին։ Մի շատ իրական սցենար կա, օրինակ ՄԱԿ-ի համատեղ գործողությունը Իսրայելի դեմ։ Սա ամենևին դժվար չէ իրագործել։ Իմ գրքերից մեկում, որը կոչվում է «Վերջին խոսքը Մերձավոր Արևելքի մասին» և հրապարակվել է 1982 թվականին, ես մի բան եմ ասում, անգամ 10 կամ 11 տարի անց, էլ ես կարիք չունեմ որևէ բառ փոխելու այդ գրքում, քանի որ այն հիմնված է Աստվածաշնչի վրա, որը չի փոխվում։ Դա արդեն որոշումների մակարդակով գոյություն ունի, օրինակ Երուսաղեմը միջազգային քաղաք դարձնելու գաղափարը։ Եթե այդ որոշումը երբևէ ուժով իրականացվի, այստեղ նկարագրված իրավիճակը անմիջապես կիրագործվի։ Այսպիսով, սա հեռակա մի մղձավանջ չէ, սա իրական դրություն է։ Հետաքրքիր է, բայց ՄԱԿ-ի առաքելության գրասենյակն Իսրայելում գտնվում է մի բլրի վրա, որը կոչվում է Չար խորհրդի սար։ Կարծում եմ, սա պատահականություն չէ։ Բարի։ Հիմա Աստված ասում է, այս պահին ես կմիջամտեմ։ Զաքարիա 12:4 այդ օրը, ասում է Տերը, ամեն ձիու պիտի հարվածեմ սարսափով, իսկ նրա հեծյալին խենթությամբ։ Հուդայի տան վրա պիտի հսկեմ և ժողովուրդների բոլոր ձիերին կուրությամբ պիտի հարվածեմ։ Այստեղ մի կարևոր դիտարկում կա, պարտադիր չէ, որ այսպես լինի, բայց երևում է, որ այս պատերազմը մեքենայացված չի լինելու, տանկեր, ժամանակակից տեխնիկա, այլ ձիեր, ուղտեր, կենդանիներ։ Սա շատ հստակ երևում է Զաքարիա 14-ից, որտեղ խոսվում է հարվածների մասին, որոնք գալու են ձիերի և ուղտերի վրա, որոնց աչքերը կհալվեն խոռոչների մեջ։ Դուք չեք կարող այնպես անել, որ տանկերի աչքերը հալվեն իրենց խոռոչների մեջ։ Սա հակասում է մեր ժամանակակից մտածողությանը, բայց ամբողջ Սուրբ գրքի համատեքստում դա կրկնվող պատկեր է։ Այդ մասին է խոսվում նաև Եզեկիելի 38-ից 39 գլուխներում։ Կարծես այս ամբողջը խոսում է այն մասին, որ պատերազմական միջոցները հետընթաց են ապրելու դեպի նախքան մեքենայացման ժամանակները։ Պարտադիր չէ, որ այսպես լինի, բայց հնարավոր է, որ տեխնոլոգիան խաբի ինքն իրեն։
Գուցե տեխնոլոգիան ստեղծի այնպիսի տեխնոլոգիա, որը պատերազմական տեխնոլոգիաները անպիտան դարձնի։ Նախքան փոթորիկ անապատում գործողությունը հայտարարվեց, եւ ես չեմ հիշում, թե ում կողմից, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներն այնպիսի սպառազինություն ունի, որի գործադրումից էլեկտրական բոլոր սարքավորումները կխոտանվեն։ Դա այն է, ինչի կարիքը կա, քանի որ այսօր մեքենայացված շատ զենքեր կախվածություն ունեն էլեկտրականությունից։ Ես չեմ ասում, թե հենց այսպես էլ կլինի, բայց անձամբ համոզված եմ, որ դա տեղի կունենա։ Ինչ կլինի, ես հստակ չգիտեմ, բայց որպեսզի Հակա Քրիստոսը պահի իր իշխանությունը, հավանաբար նա ժամանակակից ողջ սպառազինությունը իր վերահսկողության ներքո կպահի։ Քանի որ Հայտնություն 13-ում ասվում է, որ մարդիկ ասում են, ով կարող է պատերազմել նրա դեմ։ Ուրեմն նա մեկն է, ով կարող է վերահսկել ժամանակակից սպառազինությունը։ Ես չեմ ասում, որ այս մեկնաբանություններից որևէ մեկը ամենաճշգրիտն է, բայց ողջ Աստվածաշնչից տեսնում եմ, որ դա հեծելազոր է լինելու, որն ունենալու է ուղտեր, ավանակներ եւ այլ կենդանիներ, որը տիպիկ էր մինչեւ 1914 թվականը։ Իմ քեռին Հնդկաստանում մեքենայացված հեծելազորի մեջ էր եւ մասնակցություն է ունեցել թուրքերին պարտության մատնելու մեջ, երբ Ալեմբին արշավեց թուրքերի դեմ։ Նա վիրավորվեց Էլ Աֆուլա կոչվող բնակավայրում, որն այսօր Աֆուլա է կոչվում։ Այսպիսով, սա անիրական մի բան չէ։ Ֆորտ Լոդերդեյլի մեր տան նախասրահի պատին մենք փակցրած մի լուսանկար ունենք, որտեղ երևում է, թե ինչպես են հեծյալները Ալեմբիի գլխավորությամբ մուտք գործում Երուսաղեմ, թեպետ Ալեմբին ոտքով էր, իսկ մնացած բոլորը ձիերով։ Սա գիտության համար եմ ասում, եթե ցանկանում եք աղոթել։ Հիմա հաջորդ համարներում Զաքարիա 12:4-ում եւ 9-ում Աստված ասում է. այս փուլում ես միանալու եմ այս ճակատամարտին։ 5-րդ համարում նա ասում է. եւ Հուդայի առաջնորդներն իրենց սրտում պիտի ասեն. Երուսաղեմի բնակիչները զորություն ունեն իրենց Աստծով, զորքերի Տիրոջով։ Այդ օրը Հուդայի առաջնորդներին ես հրեղեն կաթսայի պես պիտի դարձնեմ փայտերի մեջ եւ կրակի ջահի պես խրձերի մեջ։ Եվ նրանք աջ ու ձախ պիտի լափեն շրջակա բոլոր ժողովուրդներին։ Սրանք արաբներն են։ Աստվածաշնչում սա հստակ նկարագրում է տաճարի մուտքը, աջը հյուսիսն է, իսկ ձախը հարավը, եւ Երուսաղեմը դարձյալ իր տեղում, Երուսաղեմում պիտի բնակվի։ Հետո ասվում է, եւ Տերը նախ Հուդայի վրանները պիտի փրկի, որպեսզի Հուդայի դեմ չգոռոզանան Դավթի տան պարծանքը եւ Երուսաղեմի բնակչի պարծանքը։ Այդ օրը Տերը պիտի պաշտպանի Երուսաղեմում բնակվողին, նրանց միջի տկարն այն օրը Դավթի պես կլինի եւ Դավթի տունը Աստծո պես, ինչպես Տիրոջ հրեշտակը նրանց առաջ։ Այդ օրը ես պիտի ջանամ ոչնչացնել այն բոլոր ազգերին, որոնք կգան Երուսաղեմի դեմ։ Եթե Աստված մտադրվել է մի բան ոչնչացնել, ապա նա կհասնի իր նպատակին։ Այսպիսով Աստված ասում է. ես անձամբ եմ ներգրավելու այն ճակատամարտի մեջ։ Ես հավատում եմ, որ գագաթնակետը նկարագրված է Զաքարիայի 14-րդ գլխում։ Ես կուզենամ, որ հասկանանք սա նախքան Զաքարիա 14-ում վերջնական դեպքերը տեսնելը։ Հաջորդ ակնարկն ապագայի վերաբերյալ ոգևորիչ բան է։ Այն ինձ ոգևորում է։ Ես այն անվանել եմ Մեսիայի գերբնական հայտնությունը։ Այն բովանդակված է մեկ համարում Զաքարիա 12:10։ Եվ ես Դավթի տան վրա եւ Երուսաղեմի բնակչի վրա պիտի հեղեմ շնորհքի եւ աղոթքի հոգին։ Ուշադրություն դարձրեք հերթականությանը, դուք չեք կարող աղոթել, եթե Աստված շնորհ չտա։ Նախ գալիս է շնորհը, հետո աղոթքը։ Աստված ժողովրդին շնորհ կտա, որ աղոթեն, կանչեն իրեն ողորմության եւ միջամտության համար։
Եվ հետո ասվում է, եւ սա ամենակարևոր համարներից մեկն է Մեսիայի ինքնության մասին։ Ասվում է նրանք, հրեաները, պիտի նայեն ինձ, այսինքն Տիրոջը, ում խոցեցին։ Այսպիսով, այս զարմանալի հայտարարության մեջ Աստված ասում է. նրանք ինձ խոցեցին, այսինքն Հիսուս Մեսիայի մեջ նրանք խոցեցին հենց Աստծուն։ Եվ 2000 տարուց ավել նրանց մեծ մասը չի սգացել, նրանք չեն գիտակցել, թե ինչ են արել, իսկ հայտնությունը գալու է միայն Սուրբ Հոգու միջոցով։ Մտապահեք, որ միայն Սուրբ Հոգին է, որ կարող է հայտնել, թե ով է Հիսուսը։ Երբ Պետրոսն ասաց, որ դու ես կենդանի Աստծո որդին, Հիսուսն ասաց, որ մարմինն ու արյունը չհայտնեցին դա իրեն, բայց իր երկնային Հայրը Սուրբ Հոգու միջոցով։ Եվ մեզանից ոչ ոք, որ այստեղ է և ճանաչում է Հիսուսին, չի կարող ճանաչել, եթե ոչ միայն Սուրբ Հոգու միջոցով։ Կարծում եմ, եթե դու փորձառել ես փրկություն և հետ նայես, կհասկանաս, որ Սուրբ Հոգին էր Աստվածության առաջին անձը, ով քեզ հետ կապ հաստատեց։ Եվ եթե դու ինձ նման էիր, ապա մի քանի շաբաթ շարունակ ես զգում էի Սուրբ Հոգու գործը իմ կյանքում նախքան Հիսուսին հանդիպելը, ես չէի հասկանում ինչ էր կատարվում ինձ հետ։ Թույլ տվեք սա կարճ ու մի փոքր հումորով պատմել։ Ես բրիտանական բանակում զինվոր էի և այնտեղ նստած կարդում էի Աստվածաշունչը, ինչպես մի փիլիսոփա, որը ուսումնասիրում է փիլիսոփայական աշխատություն։ Մի օր գնդերեցներից մեկն ասաց, մենք ունենալու ենք հատուկ ծառայություն Պենտեկոստեի ժամանակ, այսինքն հոգեգալստյան տոնին, ես նույնիսկ չգիտեի դա ինչ ժամանակ էր։ Նա ասաց, ես ուզում եմ, որ դու կարդաս Գործք առաքելոց 2-րդ գլխից մի հատված, որտեղ նկարագրվում է Սուրբ Հոգու հեղման մասին։ Այդ օրերին ես բավականին ամբարտավան էի և մտածում էի, ես գիտեմ ինչպես կարդալ։ Ես կվարժվեմ, ճիշտ կկարդամ, ճիշտ տեղերում դադար կտամ և այլն։ Բայց դա աղետ դարձավ, որովհետև երբ կանգնեցի կարդալու, ինչ-որ բան տեղի ունեցավ իմ շնչառության հետ և ես չէի կարող 3 բառից ավել ասել, առանց կանգ առնելու ու շունչ քաշելու, դա ուղղակի ծիծաղելի էր։ Բայց գիտեք ինչ էր կատարվում ինձ հետ, Սուրբ Հոգին էր։ Ես դեռ դարձի չէի եկել, Հիսուսին չէի ճանաչում, բայց Սուրբ Հոգին արդեն աշխատում էր ինձ վրա։ Միշտ հետաքրքիր է տեսնել, թե ինչպես է Աստված աշխատում հրեաների հետ անգամ այսօր Իսրայելում, որովհետև ես ասում եմ, Աստված մոտենում է նրանց կույր կողմից։ Նրանք չեն հասկանում ինչ է կատարվում իրենց հետ, բայց Սուրբ Հոգին աշխատում է նրանց վրա և հենց նա է, որ պիտի բացահայտի Եշուային։ Դրանից հետո գալիս է Սքի նկարագրություն, համընդհանուր սուգ ամբողջ հրեա ժողովրդի մեջ։ Ասվում է այդ օրը Երուսաղեմում մեծ սուգ պիտի լինի, ինչպես Ադատ Ռիմոնի սուգը Մակեդովի դաշտավայրում։ Դա այն ժամանակն էր, երբ Հովսիա թագավորը սպանվեց պատերազմում և Իսրայելը հասկացավ, որ կորցրել է իր վերջին իրական հույսը աստվածապաշտ թագավոր ունենալու և բարեկեցիկ ապագայի համար։ Եվ երկիրը պիտի սգա ամեն ազգատոհմ առանձին, Դավթի տան ազգատոհմն առանձին և նրանց կանայք առանձին, Նաթանի տան ազգատոհմն առանձին և նրանց կանայք առանձին, Ղևիի ազգատոհմն առանձին և նրանց կանայք առանձին, Սեմեի ազգատոհմն առանձին և նրանց կանայք առանձին, մնացած բոլոր ազգատոհմերը ամեն մեկն առանձին և նրանց կանայք առանձին։ Ուշադրություն դարձրեք, այդ ժամանակ ամուսիններն ու կանայք բաժանված էին, որպեսզի չլինեն սովորական ընտանեկան հարաբերություններ։ Ես հրեական սովորույթների մասնագետ չեմ, բայց կա մի պրակտիկա, որը շատերին, ովքեր հրեա են, ծանոթ է, կոչվում է շիվա։ Երբ ընտանիքի անդամը մահանում է, 1 շաբաթ ընտանիքը մնում է տանը։
Հանում են կոշիկները, գետնին փռում են ներքնակներ և նստում դրանց վրա։ Բոլոր ընկերներն ու հարազատները գալիս են և ցավակցում։ Սա սգի պաշտոնական շրջանն է։ Տղամարդիկ չեն սափրվում։ Ես սա տեսնում եմ որպես ամբողջ ազգի շիվա, որը կտևի մեկ շաբաթ։ Ազգը սուգի մեջ կմտնի, որովհետև նախկինում երբեք չէր սգացել Հիսուսի համար։ Ես կարդացել եմ մի շատ հետաքրքիր պատմություն մի երիտասարդ աղջկա մասին, նա մոտ 14 տարեկան էր։ Հրեա աղջիկ, որը իր ընտանիքից միակն էր, որ փրկվել էր Հոլոքոստից Գերմանիայում։ Գրքի անունն էր «Ընտրված ապրելու համար»։ Հրաշալի զուգադիպությունների շղթայի արդյունքում նա հայտնվում է Հոլանդիայում, մի երիցական եկեղեցու հովվի տանը։ Այնտեղ կար մանկական աստվածաշունչ, նա երբեք չէր տեսել նոր կտակարանը, բայց սկսեց կարդալ և հասավ Հիսուսի կյանքի մասին պատմություններին։ Նա անմիջապես հասկացավ, սա մեր Մեսիան է։ Բայց հետո հասավ նրա մահվանը և նրա սիրտը կոտրվեց։ Նա շիվա արեց 7 օր սգաց, հետո շարունակեց կարդալ և բացահայտեց, որ նա հարություն է առել։ Դա հրաշալի բացահայտում է։ Հետաքրքիր է, արդյոք դուք բոլորդ արել եք այդ բացահայտումը։ Հիսուսն այսօր կենդանի է, ամեն։ Այսպիսով սա է Մեսիայի գերբնական հայտնության պատկերը և դրան հաջորդող սուգը։ Հաջորդ պատկերը ես անվանել եմ երկրի մաքրումը։ Մենք հստակ չգիտենք, թե այս ամենը ժամանակի մեջ ինչպես է փոխկապակցվելու, և կարծում եմ Աստվածաշունչը հստակ հերթականություն չի տալիս, բայց Զաքարիա 13:1-5-ում ասվում է. Այն օրը, այսինքն Մեսիայի հայտնության օրը, Դավթի տան համար և Երուսաղեմի բնակիչների համար մի աղբյուր է բացված լինելու մեղքից և անմաքրությունից մաքրվելու համար։ Անմաքրություն բառը օգտագործվում է կնոջ համար իր ամսականների ժամանակ, երբ տղամարդը չի կարող մոտենալ նրան։ Այսպիսով դա խոսում է մի բանի մասին, որը բաժանել է հրեա ժողովրդին իրենց Աստծուց։ Այդ օրը, ասում է Զորքերի Տերը, կուռքերի անունները պիտի ջնջեմ երկրից և այլևս չպիտի հիշվեն, և մարգարեներին էլ և անմաքուր հոգին պիտի վերացնեմ երկրից։ Երկիրը մեկ օրում կմաքրվի 3 բանից՝ կռապաշտությունից, օկուլտիզմից և կեղծ մարգարեներից։ Ուզում եմ ասել, եթե սա այսօր տեղի ունենար Իսրայելում, դուք գրեթե չէիք ճանաչի այդ երկիրը կամ ժողովրդին, որովհետև այն այնքան լի է կռապաշտությամբ, օկուլտիզմով և կեղծ մարգարեներով։ Ես լսել եմ, թե ինչպես քրիստոնյաները աղոթում են երկրի մաքրման համար, բայց Աստված ասում է դա տեղի չի ունենա մինչև որոշակի օրը և ամեն ինչ կլինի միանգամից։ Իսրայելում տեղի ունեցող որոշ բաներ զուգահեռներ ունեն եկեղեցու մեջ։ Ես մտածում եմ, ինչ կլիներ եկեղեցու հետ, եթե այն մաքրվեր կռապաշտությունից, օկուլտիզմից և կեղծ մարգարեներից։ Որոշ եկեղեցիներում շատ դատարկ տեղեր կլինեին։ Շատ լավ։ Մենք պետք է շարժվենք առաջ և հաջորդ փոքր պատկերը ես անվանել եմ վիրավոր հովիվը։ Սա շատ հուզիչ հատված է։ Ես հրեա չեմ, ինչպես արդեն ասել եմ, բայց երբ մտնում եմ այս հատվածների մեջ, այնքան եմ նույնականանում հրեա ժողովրդի հետ, որ կարծես անցնում եմ նրանց որոշ հոգևոր փորձառությունների միջով։ Մենք գալիս ենք Զաքարիա 13:6-ին։ Այստեղ կա մի անհայտ անձ և որոշ աստվածաշնչեր սա կապում են նախորդ համարների հետ։ Կարծում եմ դա սխալ է, կարծում եմ 6-րդ համարը ներկայացնում է 7-րդն ու հաջորդները։
Ասվում է, եւ եթե նրան հարցնեն, եւ մենք դեռ չգիտենք ով է նա, այս ինչ վերքեր են ձեռքերիդ մեջ։ Այստեղ կան տարբեր թարգմանություններ, չմտնելով եբրայերենի խնդիրների մեջ, ոմանք ասում են ձեռքերիդ միջև վերքերը եւ այլն, բայց ես կարծում եմ, որ ձեռքերիդ վերքերը ճիշտ թարգմանությունն է։ Հրյաները կանգնած են մի անձի առաջ, որի ձեռքերում վերքերի հետքեր կան։ Նրանք ասում են ինչ են այդ վերքերը, եւ սա այնքան գեղեցիկ պատասխան է, եթե հավատում ես, որ դա Եշուան, Հիսուսն է։ Նա ասելու է, այս հարվածները ես իմ բարեկամների տանն եմ ստացել։ Բայց կարևոր բառը բարեկամն է։ Դա չի նշանակում նրանք, ում ես սիրում եմ, այլ նրանք, ովքեր սիրում են ինձ։ Այսինքն կարծես Հիսուսն ասում է 19 դար բաժանվածությունից հետո, ես գիտեմ, դուք իրականում սիրում եք ինձ, դուք իսկապես իմ ժողովուրդն եք։ Ինձ համար սա չափազանց ուզիչ է, Տեր Հիսուսի շնորհը։ Նա չի մեղադրում, չի դատապարտում, պարզապես ասում է. հիմա ամեն ինչ կարգին է։ Այնուհետև գալիս ենք վիրավոր հովիվի պատկերին, որը կարծում եմ այս ամենի զարգացումն է։ Զաքարիա 13:7-ում ասվում է. «Արթնացիր, ով սուր», Աստված է խոսում, «իմ հովվի դեմ եւ մարդու վրա, որ իմ ընկերն է», ասում է Զորքերի Տերը, «հարվածիր հովվին եւ ոչխարները կցրվեն, եւ ես իմ ձեռքը պիտի դարձնեմ փոքրերի դեմ»։ Այս հատվածը երկու անգամ մեջբերվում է Մատթեոսի 26-րդ գլխում։ Ձեր մատը պահեք Զաքարիայի գրքում, բայց բացեք Մատթեոսի 26-րդ գլուխը, որտեղ Հիսուսն ինքն է մեջբերում այս հատվածը վերջին ընթրիքի ավարտին։ Մատթեոս 26-րդ գլուխ 31-րդ խոսք։ Այս գիշեր դուք բոլորդ ինձանով պիտի գայթակղվեք, որովհետև գրված է հովվին կհարվածեմ եւ հոտի ոչխարները կցրվեն։ Այսպիսով հովվի հարվածը վերաբերում է Հիսուսին։ Բայց նկատեք, հովվին հարվածողը Աստված է։ Դա պատահականություն չէր, ոչ միայն մարդու չարություն, դա Աստծո նախապես սահմանված ծրագիրն էր մեր փրկության համար։ Եվ Մատթեոսի 26-րդ գլխի 56-րդ խոսքում ասվում է Հիսուսի ձերբակալությունից հետո. բայց այս ամենը եղավ, որպեսզի իրականանան մարգարեների գրվածքները։ Այդ ժամանակ բոլոր աշակերտները նրան թողեցին ու փախան։ Աշակերտները լքեցին նրան եւ փախան։ Ուզում եմ ընդգծել, մարգարեական գրքերի հեղինակությունը հսկայական է։ Հիսուսի կյանքում ամեն ինչ տեղի ունեցավ, որպեսզի մարգարեական խոսքերը կատարվեն ծնունդից մինչև մահ եւ հարություն։ Հիսուսը կատարյալ օրինակ է գրքի հեղինակությանը հնազանդվելու։ Հուսով եմ սա ձեզանից ոմանց կտա նոր վերաբերմունք մարգարեական գրքերի հանդեպ, որովհետև ցավոք ժամանակակից եկեղեցու մեծ մասը գրեթե անտեղյակ է դրանցից։ Ինչպես արդեն ասել եմ, դրանք լույս են խավարի մեջ։ Եթե չօգտվես այդ լույսից, կմնաս խավարում, երբ պետք է լինես լույսի մեջ։ Հիմա վերադառնանք Զաքարիա 13-ին։ Եվ մի պահ խորհրդացենք այս խոսքերի իմաստի շուրջ։ Արթնացիր, ով սուր, իմ հովվի դեմ եւ մարդու վրա, որ իմ ընկերն է։ Սա զարմանալի հայտարարություն է, կամ մի մարդ, ով Աստծո ընկերն է, մարդ, ով ունի մշտական մտերիմ հաղորդակցություն Աստծո հետ։ Միայն մեկ մարդ է համապատասխանում այս նկարագրությանը։
Նա Հիսուս Մեսիան է։ Ցանկանում եմ մի պահ անդրադառնալ Զաքարիա 6-րդ գլխին։ Սա Հիսուսի մասին որպես Մեսիա աստվածաշնչյան մարգարեություններից ամենահստակն է։ Կկարդամ 11-ից 13 համարները։ Այս տեսարանում մնացորդը Երուսաղեմ է վերադարձել Բաբելոնից հետո և վերաշինում է տաճարը, իսկ քահանայությունը վերականգնվել է։ Վերադարձած գերիներն իրենց հետ որոշակի քանակության ոսկի և արծաթ էին բերել, իսկ Աստված կարգադրել էր, որ այդ ոսկուց և արծաթից պսակներ պետք է պատրաստվեին կրելու համար։ 11-րդ համարում ասվում է. «Արծաթ ու ոսկի վերցրու, պսակներ շինիր և մեկը դիր Հովսեդեկի որդի Հեսուի գլխին»։ Հեսուն նույն անունն է, ինչ Հիսուսը, և նա այստեղ ներկայանում է որպես քահանայապետ, որը Հիսուսի կերպարն է։ Եվ ասա նրան, այսպես է ասում Զորքերի Տերը, հիմա կկարդամ այս համարները և կմեկնաբանեմ։ Ահա մի մարդ, և հիշում եք, թե Պիղատոսն ինչպես ներկայացրեց Հիսուսին ամբոխի առաջ, ահա մարդը, որի անունը Շարավիղ է։ Նա իր տեղից պիտի բուսնի և պիտի կառուցի Տիրոջ տաճարը։ Եվ նա կկառուցի Տիրոջ տաճարը։ Նա մեծափառություն պիտի կրի և պիտի բազմի իր գահի վրա, պիտի իշխի և իր գահի վրա քահանա պիտի լինի և խաղաղության խորհուրդ պիտի լինի երկուսի միջև։ Այստեղ կան 7 հաջորդական հայտարարություններ, որոնցից յուրաքանչյուրը բացառիկ կերպով վերաբերում է Հիսուսին։ Առաջին. նա այն մարդն է, որի անունը Ճյուղ է։ Ճյուղը Մեսիայի աստվածաշնչյան անուններից մեկն է, որը օգտագործվում է մի քանի անգամ։ Երկրորդ հայտարարությունը նա իր տեղից պիտի բուսնի։ Սա շատ խոր օրինակ է։ Միակ տեղը, որտեղից դու կարող ես իսկապես բուսնել, այն տեղն է, որը քեզ համար սահմանված է Աստծո կողմից։ Հիսուսը սկսեց Նազարեթ քաղաքից, որպես խոնարհ ատաղձագործի ընտանիքի անդամ։ Բայց հենց այդ տեղից նա աճեց։ Սիրելի եղբայրներ և քույրեր, ուզում եմ, որ իմանաք, մինչև չգտնեք ձեր տեղը, երբեք չեք աճի։ Հիսուսը կատարյալ օրինակն է։ Հաջորդ հայտարարությունը նա պիտի կառուցի Տիրոջ տաճարը։ Այդ տաճարը նրա մարմինն է, եկեղեցին։ Այո, նա պիտի կառուցի Տիրոջ տաճարը։ Սա այնքան կարևոր է, որ կրկնվում է 2 անգամ։ Չորրորդ հայտարարությունը նա մեծափառություն պիտի կրի։ Եբրայերեն փառք բառը քավոդ կապված է ծանրություն բառի հետ։ Փառքը ծանրություն է, և Հիսուսն է միակը, ով բավական ուժեղ է այդ փառքը կրելու համար։ Վայ մեզ, եթե երբևէ փորձենք մենք կրել այդ փառքը, այն կջախջախի մեզ։ Այն արդեն կործանել է ոչ քիչ Աստծո ծառաների, ովքեր վերցրել են փառքն իրենց վրա։ Միայն Հիսուսն է, ով կարող է կրել փառքը։ 5-րդ հայտարարությունը նա պիտի նստի և թագավորի իր գահի վրա, այսինքն նա թագավոր է լինելու։ 6-րորդը նա պիտի բազմի իր գահի վրա, նա թագավոր է լինելու։ Հաջորդ հայտարարությունը նա պիտի իշխի և իր գահի վրա քահանա պիտի լինի։ Նրա մեջ միավորված են թագավորությունը և քահանայությունը, սա հակառակ է հին կտակարանի բոլոր կարգերին, որովհետև քահանայությունը գալիս էր Ղևիի ցեղից, իսկ թագավորությունը Հուդայի ցեղից։ Դրանք երբեք չէին միավորվում։ Ամեն թագավոր, ով փորձել է ծառայել որպես քահանա, արժանացել է Աստծո բարկությանը։ Դա տեղի ունեցավ Սավուղի և Ոզիայի հետ, բայց նրա մեջ թագավորությունն ու քահանայությունը միավորված են։ Վերջին հայտարարությունը և խաղաղության խորհուրդ պիտի լինի երկուսի միջև։ Իմ գրքի ծանոթագրության մեջ ասվում է, որ երկուսն այստեղ քահանայությունն ու թագավորությունն են, անձամբ ես դա այլ կերպ եմ տեսնում։ Կարծում եմ դա հայրն ու որդին են։ Նա պիտի կիսի իր հոր գահը և նրանց միջև կլինի կատարյալ ներդաշնակություն և փոխըմբռնում։ Սա իմ տեսակետն է։ Ամեն դեպքում կան 7 հաջորդական հայտարարություններ Մեսիայի մասին։
Առաջինը սկսվում է այս բառերով այն մարդը, որի անունը Շառավիղ է։ Այժմ վերադառնում ենք Զաքարիա 13-ին, խոցված հովվի պատկերին։ Ինչպես արդեն նշել եմ, Հայրն ասում է. «Զարթնի՛ր, ով սուր, իմ հովվի դեմ, իմ ընկեր մարդու դեմ»։ Այն մարդ, ով հավիտյան կատարյալ հաղորդակցության մեջ է իմ հետ, չկա այլ մարդ, ում կարելի է տալ այս անվանումը։ Սա Զաքարիա 6-ում է Մեսիայի ամենավառ և ամբողջական պատկերներից մեկը։ Հիմա շարունակենք Զաքարիա 13-ի 8-ից 9 համարները։ Ես երկար ժամանակ խորհել եմ այս խոսքերի ճիշտ կիրառության մասին և կներկայացնեմ իմ եզրակացությունը։ Բայց կարող է սխալվեմ։ Չեմ պնդում, որ բոլորը համաձայնեն ինձ հետ, քանի որ սա բարդ է հասկանալու համար։ Բայց ասվում է 8-րդ համարում. «Եվ ամբողջ երկրում, ասում է Տերը, երկու մասը պիտի կտրվի ու մեռնի, իսկ երրորդը պիտի մնա նրա մեջ»։ Ես մտածել եմ, սա անցյալի մասին է, թե ապագայի։ Արդյոք դա վերաբերում է այսօրվա Իսրայելին։ Այսինքն ներկա Իսրայելի 2/3 պիտի բնաջնջվի և 1/3 ողջ մնա։ Իմ եզրակացությունն այն է, որ ըստ համատեքստի դա վերաբերում է Քրիստոսից հետո 70 թվականին։ Մեսիային մերժելու արդյունքում Իսրայելը ընկավ Աստծո դատաստանի տակ և 70 թվականին հռոմեական բանակները ներխուժեցին, գրավեցին ու կործանեցին Երուսաղեմը։ Սպանեցին անթիվ հրեաների և մնացածներին տարան որպես տրուկներ։ Ես փորձել եմ ուսումնասիրել և կարծում եմ 2/3 իրականում մոտավոր ճիշտ թիվ է զոհվածների համար։ Աստված ասում է 1/3 պիտի մնա։ Այնուհետև ասում է 9-րդ համարում. «Եվ այդ երրորդ մասը կրակի մեջ պիտի գցեմ, և նրանց պիտի զտեմ, ինչպես արծաթն են զտում, և նրանց պիտի փորձեմ, ինչպես ոսկին են փորձում։ Նրանք կկանչեն իմ անունը, և ես նրանց կպատասխանեմ, ես կասեմ, իմ ժողովուրդն է, և նրանք կասեն, Տերը մեր Աստվածն է»։ Սա այն պահպանված մնացորդն է, որի մասին խոսեցինք։ Սա այն մնացորդն է, որը վերջապես պիտի հաշտվի Աստծո հետ Հիսուսի միջոցով, բայց դա դեռ տեղի չի ունեցել։ Ինչ է անում Աստված։ Ճիշտ այն, ինչ ասել է։ Նա նրանց անցկացնում է կրակի միջով, մաքրում է ինչպես արծաթը և փորձարկում է ինչպես ոսկին։ Եսայա 48-ում Աստված նկարագրում է այս գործընթացը 9-ից 11 համարներում։ Եսայա 48-րդ գլուխ 9-ից 11 համարներ։ Աստված ասում է. «Հանուն իմ անվան հետաձգում եմ իմ բարկությունը, և հանուն իմ գովաբանության ինձ հետ կպահեմ քեզ ոչնչացնելուց»։ Սա հենց մնացորդի մասին է, և հետո ասում է. «Ես քեզ զտեցի, բայց ոչ որպես արծաթ, ես քեզ փորձեցի նեղության հալոցում»։ Սա եղել է Աստծո գործելակերպը 19 դար շարունակ, մշտապես մաքրելով և փորձելով։ Եվ հետո ասում է. «Հանուն ինձ պիտի գործեմ, որովհետև ինչպես է անարգվելու իմ անունը, ես իմ փառքը ուրիշին չեմ տա»։ Այսպիսով Աստված ասում է. վերջում Իսրայելը կլինի իմ փառքի համար։ Անկախ նրանից, թե որքան ժամանակ կպահանջվի և ինչի միջով պիտի անցնեն, վերջնական նպատակը Աստծո փառքի ժողովուրդն է։ Հաջորդը վերջնական ակնարկը, որը ես անվանել եմ պատերազմի ավարտը։ Թվում է պատերազմը սկսվեց Զաքարիա 12-ում, հետո տարբեր իրադարձություններ եղան, բայց Զաքարիա 14-ում մենք տեսնում ենք դրա ավարտը։
we come to the consummation of the battle. Կկարդամ 1-2 համարները։ Այս խոսքերը հասցեագրված են Երուսաղեմին։ The you there is Jerusalem. Behold, the day of the Ահա Lord մի օր է գալիս Տիրոջ համար, երբ քո ավարը պիտի բաժանվի քո մեջ։ will be divided in your midst. Let me say before I Մինչ առաջ գնալը ուզում եմ ասել, Աստված թույլ է տալու, որ ամեն ինչ հասնի մինչև վերջին պահը, մինչև որ նա միջամտի։ and I believe there's a purpose in that. Կարծում եմ դա նպատակ ունի, Աստված սպասում է լիակատար ուսահատության, լիակատար եւ անվերապահ հանձնման իրեն։ Նա Իսրայելին բերում է այն կետին, որտեղ նրանք պիտի ասեն, եթե Աստված չմիջամտի, մենք հույս չունենք։ We have no hope. You see, God has intervened. Տեսեք, Աստված միջամտել է 6-օրյա պատերազմում, բայց ցավոք Իսրայելը փառքը վերագրեց իրեն։ Այդ պատճառով Աստված ասում է, ես քեզ կբերեմ մի կետ, որտեղ առանց իմ միջամտության դու հույս չես ունենա։ Where if I don't intervene, you have no other hope. Ես քեզ կբերեմ հուսահատության կետին։ It's a desperation. Երբ խորհում էի այս մասին, հասկացա, սա է հենց փրկությունը։ I thought to myself, that's salvation. And there's no Փրկվելու ուրիշ ճանապարհ չկա։ Ով էլ լինես, հրյա թե հեթանոս, դու կորած, անիծված, դժոխքին արժանի մեղավոր ես։ deserving sinner. And your end is Քո ultimate. վերջնական վախճանն Աստծո ներկայությունից հավիտենական վտարում է։ Only one escape. Միայն մեկ փրկություն կա Հիսուսի միջոցով։ You see, we brought salvation down. Տեսնում եք, մենք փրկությունը հասցրել ենք նրան, որ մարդը եկեղեցում առաջ գա մի փոքր աղոտ քասի եւ քարտ ստորագրի։ Դա իրականում փրկության սխալ ընկալում է։ Փրկությունը գալիս է հուսահատությունից, Տեր, եթե դու չփրկես ինձ, ես կորած եմ, ես այլ հույս չունեմ, ես կորած հոգի եմ, Հիսուս, եթե դու ինձ չողորմես։ Soul, Jesus, unless you have mercy on me. Տեսնում եք, ես ասել եմ, որ Աստծո գործելակերպը Իսրայելի հետ ինչ որ իմաստով օրինակ է նրա գործելակերպի մյուս մարդկանց հետ։ Աստված առաջնորդում է Իսրայելին, թեև նրանք դա չգիտեն, դեպի լիակատար հուսահատության պահը, որտեղ նրանք այլևս ոչ մի հույս չունեն, ոչ մի բանի վրա չեն կարող հենվել եւ ոչ մի բանով չեն կարող պարծենալ բացի Աստծո ողորմությունից։ Զաքարիա 14-ի 2-րդ համարում նա շարունակում է. Ես պատերազմի համար բոլոր ազգերին պիտի ժողովեմ Երուսաղեմի դեմ, եւ կարեւոր է տեսնել, որ ազգերին հավաքողը Աստված է։ Նրանք գուցե չգիտեն դա, բայց մենք հավատացյալներս պետք է հասկանանք, Աստված է դրա մեջ։ God is in this. Դա նրա ծրագիրն է, նրա նպատակն է։ Նա դա հայտնել է մոտ 2400 տարի առաջ, նախքան դա պետք է տեղի ունենար։ Before it was due to happen. For I will gather all the nations Ես together պատերազմի against համար Jerusalem. բոլոր The ազգերին city պիտի ժողովեմ shall be Երուսաղեմի taken. դեմ եւ քաղաքը պիտի գրավվի, տները պիտի կողոպտվեն, կանայք լլկվեն։ Սա մերձավոր արևելքի That's the պատերազմի picture of պատկերն է։ warfare. That's the way it is. Այդպիսին է իրականությունը։ Ինչպես ավելի վաղ ասել եմ այս շարքում, ես եւ իմ առաջին կինը Երուսաղեմում էինք այն ժամանակ, որը եբրայերեն կոչվում է Մացոր, Երուսաղեմի պաշարումը արաբական բանակների կողմից 1948 թվականին։ And the civil leaders of the Հրյա ժողովրդի քաղաքացիական առաջնորդները մայրերին ասում էին լիցքավորված ատրճանակ պահեք եւ մեկ փամփուշտ ձեր դստեր համար, bullet for your daughter and one for yourself մեկ էլ ձեզ համար, բայց կենթանի մի ինգեք արաբների ձեռքը։ in the hands of the Arabs. That's realism. Դա է իրականությունը։ It's Այդպես է the way պատերազմը վարվում։ war is conducted. The same thing Նույնը հիմա տեղի է ունենում նախկին Հարավսլավիայում։ Yugoslavia. The Bible is a very frank book. Աստվածաշունչը շատ անկեղծ գիրք է, այն չի մեղմացնում խոսքերը եւ գեղեցիկ նկարներ չի նկարում։ So, half of the city shall go Այսպիսով, into captivity. քաղաքի կեսը գերի պիտի գնա, բայց ժողովրդի մնացորդը քաղաքից չպիտի կտրվի։ Աստված թույլ է տալու, որ նրանք այնքան մոտենան լիակատար կործանմանը, որքան հնարավոր է առանց իրականում լիարժեք կործանվելու։ Get a different picture. Well, let me read a Հիմա passage մենք ստանում ենք մեկ այլ պատկեր։ Isaiah Թույլ տվեք կարդալ Եսայա 31-ի
verses 4 and 4-ից 5 5. There's a համարները։ lot of different verses in Isaiah. Եսայայում կան տարբեր համարներ, որոնք նախապես նայում են այդ ժամանակին, դրանք ցրված են Եսայայի գրքի տարբեր տեղերում։ Եսայա 31-4-ից 5 համարներն ասում են. Քանզի Տերն այսպես ասաց ինձ, ինչպես որ առյուծը կամ կորյունը մռնչում է իր որսի համար ու նրա դեմ հովիվների բազմություն է կանչվում, եւ նա չի ահաբեկվում նրանց աղաղակից ու չի խռովում նրանց աղմուկից, այնպես էլ իջնելու է զորությունների Տերը պատերազմելու Սիոն լեռան եւ նրա բլրի համար։ Թրթրացող թռչնիկների պես զորությունների Տերը պաշտպանելու է Երուսաղեմը, պաշտպանելու է եւ փրկելու է, խնայելու է եւ ազատելու է նրան։ Ահա Տիրոջ անձնական միջամտությունը Երուսաղեմը փրկելու համար։ Հիմա վերադարձեք Զաքարիա 14:3-ին, որտեղ ասվում է. Եվ Տերը պիտի դուրս գա եւ պատերազմի այն ազգերի դեմ, ինչպես կճակատամարտեր պատերազմի օրը։ Այլ խոսքով կարծում եմ, ինչպես նա պատերազմում էր հին կտակարանի պատերազմներում։ Այդ օրը նրա ոտքերը, Տիրոջ ոտքերը, կանգնած կլինեն Ձիթենյաց լեռան վրա, որ Երուսաղեմի դիմաց է դեպի արևելք, եւ Ձիթենյաց լեռը միջից կպատրվի դեպի արևելք եւ արևմուտք, խիստ մեծ հովիտ կլինի, եւ Սարի կեսը կքաշվի դեպի հյուսիս, իսկ կեսը դեպի հարավ։ Եվ դուք իմ լեռների ձորը կփախչեք, որովհետև լեռների ձորը մինչև Ասալ պիտի հասնի, եւ դուք պիտի փախչեք, ինչպես որ Հուդայի Ոզիա թագավորի ժամանակ փախակ երկրաշարժից։ Եվ իմ Տեր Աստվածը պիտի գա բոլոր սրբերը քեզ հետ։ Այսպիսով այստեղ շատ կենդանի նկարագրություն կա։ Եթե դուք ծանոթ եք տեղագրությանը, թույլ տվեք ասել, այս մարգարեությունը ոչ մի այլ իրավիճակում կամ հանգամանքում չի կարող կատարվել։ Կամ դա պետք է կատարվի հենց այսպես, կամ դա սուտ մարգարեություն է։ Երրորդ հնարավորություն չկա։ Պատահեց այնպես, որ իմ զինվորական ծառայության վերջին տարին անցկացրեցի Ձիթենյաց լեռան վրա գտնվող զինվորական հիվանդանոցում, որը կոչվում էր Ագոստա Վիկտորիա շենք։ Ձեզանից նրանք, ովքեր եղել են այնտեղ, հավանաբար կհիշեն այն, դա այն 3 աշտարակներից մեկն է, որոնք նշում են Ձիթենյաց լեռան ամբողջ երկարությունը։ Եվ հետաքրքիր է, որ ոչ ոքի թույլ չեն տալիս բարձրանալ աշտարակ, որովհետև 1923 թվականին երկրաշարժ էր եղել եւ աշտարակը ճաքել էր, այսպիսով սա երկրաշարժային գոտի է։ Ինչպես ես եմ տեսնում, Ձիթենյաց լեռան հարավային եւ հյուսիսային երկու հատվածների միջև մի փոքր իջվածք կա, մի փոքր թամբանման տեղ։ Ես մոտ 200 յարդ հեռու էի այդ թամբից։ Կարծում եմ, հավանաբար հենց այնտեղ է լեռը բաժանվելու։ Կեսը կշարժվի դեպի հարավ, կեսը դեպի հյուսիս եւ շատ մեծ հովիտ կձևավորվի։ Ինձ համար սա այնքան կենդանի է, որովհետեւ դա հենց այդ վայրի տեղագրությունն է, ինչպես Աստվածաշնչի մնացած ամեն ինչ, սա էլ մանրակրկիտ ճշգրիտ է։ Հետո ասվում է, որ ըստ երևույթին հրեա ժողովուրդը պիտի փախչի այդ հովտով։ Եվ դա հիշեցնում է նրանց Ոզիայի օրերի երկրաշարժը։ Այսպիսով ենթադրությունն այն է, որ երկրաշարժ է լինելու, որը պիտի ճեղքի լեռը։ Երկրաշարժի պատճառը լինելու է Տիրոջ իջնելը եւ իր ոտքերը լեռան վրա դնելը։ Երբ նրա ոտքերը դիպչեն լեռանը, այն երկու մասի կճեղքվի։ Հետո 5-րդ համարի վերջում ասվում է, եւ իմ Տեր Աստվածը պիտի գա բոլոր սրբերը քեզ հետ։ Սա նոր King James թարգմանությունն է, բայց եբրայերենն այդքան կոնկրետ չէ, այնտեղ ասվում է Սուրբ ժողովուրդը։ Առաջնային կերպով դա վերաբերում է հրեշտակներին։ Դա կարող է նաև վերաբերվել երկրի վրա գտնվող սրբերին, բայց մի բան հստակ է։
Հիսուսը գալիս է շատ հրեշտակների հետ։ with a triple glory. It says this in Luke. Նա գալիս է եռակի փառքով, սա ասվում է Ղուկաս 9-րդ գլխում։ Father's glory. Իր սեփական փառքով, հոր փառքով եւ սուրբ հրեշտակների փառքով։ Glory means the Ես նշել եմ, որ փառք բառը նշանակում է Աստծո դրսևորված ներկայությունը։ I am staggered to consider what it will be like when the Ես ապշում եմ, երբ մտածում եմ, թե ինչպիսին կլինի, երբ հոր փառքը, որդու փառքը եւ հրեշտակների փառքը բոլորը միաժամանակ դրսևորվեն։ Then it says, I believe it's in Հետո Եսայա 24-ում ասվում է, որ Isaiah chapter 24. արևը պիտի ամաչի Shame, եւ լուսինը պիտի շփոթվի, because their light. որովհետեւ նրանց լույսը այնքան թույլ կլինի համեմատած այն փառքի հետ, որը պիտի հայտնվի։ Ամեն։ So Այսպիսով let's tie this in. եկեք սա կապենք որոշ սուրբ գրային հատվածների հետ։ Scriptures. Did I read Կարդացել եմ Isaiah Եսայա 30-ից 19։ Կարդացի թե ոչ։ Եկեք վերադառնանք եւ տեսնենք։ Going backwards and forwards like this. Այսպես առաջ ու հետ գնալը կարող է մի փոքր շփոթեցնող լինել։ Ոչ, չեմ կարդացել։ Եսայա 30-ից 19։ Կարծում եմ այս տեսարանի մարգարեական նախապատկերն է։ And he's talking to Israel. Այն խոսում է Իսրայելի հետ։ Wait. Դրա համար Տերը սպասում է, որ ձեզ իր հաճությունը ցույց տա։ For everybody to remember. If the Բոլորի համար կարևոր է հիշել, եթե Տերը քեզ սպասեցնում է, դա նրա համար է, որ ողորմած լինի քեզ։ Մի հանձնվիր, անհամբեր մի եղիր, մի հուսահատվիր։ it's going to be the Դա լինելու է նրա կողմից քեզ ողորմած լինելու առիթը and therefore he will be exalted. եւ վեր է կենալու, որ ձեզ գթա։ God is exalted, but his purpose Աստված is to show us բարձրացված է, բայց նրա նպատակը ողորմություն ցույց տալն է, justice. որովհետեւ Տերն իրավունքի Աստված է, երանելի են բոլոր նրանք, ովքեր սպասում են նրան։ For the people shall dwell in Zion. Այնուհետև շարունակվում է. դու այլևս լաց չես լինելու, ով Սիոնում Երուսաղեմի մեջ բնակվող ժողովուրդ, նա պիտի ողորմի քեզ քո աղաղակի ձայնին, հենց որ նա լսի պատասխանելու է քեզ։ What God is waiting for? The song. Գիտեք Աստված ինչի է սպասում աղաղակի ձայնին։ Եբրայերենում այդ աղաղակ բառը նշանակում է հուսահատ օգնության ճիչ։ When you come to the point of Երբ դու հասնում ես բացարձակ հուսահատության կետին եւ հասկանում ես, որ այլևս ոչ մի հույս չունես եւ աղաղակում ես, Աստված դրան է սպասում։ and I think there is Կարծում եմ այստեղ դաս կա, որովհետև Աստված երբեմն քեզ եւ ինձ բերում է հուսահատության կետին։ desperation. Նա սպասում է լսելու մեր աղաղակը։ Նա ճանաչում է հուսահատության աղաղակը։ The cry Դա դիպչում է նրան այնպես, ինչպես ուրիշ ոչինչ չի կարող։ as nothing else will do. My first wife Lydia Իմ առաջին կինը Լիդիան 20 տարվա ընթացքում Իսրայելում խնամել է մոտ 70 երեխայի, ուստի նա ինչ-որ չափով երեխաների մասնագետ էր։ when she heard a baby cry Երբ նա լսում էր երեխայի լացը, միշտ ասում էր, սա պարզապես չարաճճիություն է, կամ needs help նա օգնության կարիք ունի։ distinguish. Նա կարողանում էր տարբերել։ I think the Lord Կարծում եմ Տերը չի արձագանքելու չարաճճիության լացին, նա արձագանքելու է միայն հուսահատ օգնության աղաղակին։ Նա սպասում է։ help. Մեզանից շատերը կարծում են, թե մենք ենք սպասում։ A lot of us think that we're waiting. Գուցե այդպես է, բայց հիշեք, Աստված էլ է սպասում։ Նա սպասում է մեզ բերելու բացարձակ հուսահատության այդ կետին։ Desperation. Մենք արդեն նայել ենք Եսայա 31-ի 31 where it says այն հատվածին, որտեղ ասվում է. intimidated by the shepherd Ինչպես առյուծը չի վախենում իր դեմ հավաքված հովիվներից, այնպես էլ Տերը չի վախենա Երուսաղեմի դեմ հավաքված բոլոր ազգերից։ and like Նա պիտի իջնի եւ թռչունների պես թռչելով փրկի այն։ birds he'll come down from heaven above to deliver Jerusalem. Some of you may think this is a little Այլ խոսքով նա պիտի իջնի վերևից երկնքից, որպեսզի փրկի Երուսաղեմը։ 2000 years ago. Ձեզանից ոման գուցե մտածեն, որ սա մի քիչ արտասովոր է, բայց զարմանալի չէ, որ ավելի քան 2000 տարի առաջ Աստված այս ամբողջ տեսարանը նկարագրել է այսպիսի կենթանությամբ։ Ես հավատում եմ, նա գիտեր ինչ էր ասում եւ անում։ In Acts
Well, wait a minute. Let's look at Matthew 26. Եկեք մի պահ նայենք Մատթեոս 26-ի մի This is a հատվածին, scene where Jesus has been arrested and is before Սա այն տեսարանն է, երբ Հիսուսը ձերբակալվել է եւ կանգնած է Սինեդրիոնի հրեական խորհրդի առաջ, and at a certain point եւ մի պահ քահանայապետը կանգնում է նրա առաջ եւ մարտահրավեր է նետում նրան. are you the Messiah? You find it in Դու ես Մեսիա։ Matthew 26 verses 63. Դա գտնում ենք Մատթեոսի 26-ի 63-ից Jesus սկսած։ kept silent. And the high priest Հիսուսը answered, լռում էր։ I adjure you by the living God. Քահանայապետը պատասխանեց ու նրան ասաց. «Կենթանի Աստծով եմ քեզ երդվեցնում, որ մեզ ասես, թե դու ես Քրիստոսը, Աստծո որդին»։ Տեսնում ենք, որ Հիսուսը հարգեց քահանայապետի իշխանությունը, թեև նա չար մարդ էր։ Միայն այդ պահին նա հստակ հայտարարեց իր ինքնությունը։ Jesus said to him, it is as you said. In other words, Հիսուսը նրան ասաց. «Դու ասացիր, սակայն ասում եմ ձեզ, այլ խոսքով ես եմ Մեսիան, Աստծո որդին»։ Բայց նա շարունակեց. «Այսուհետև կտեսնեք մարդու որդուն նստած զորության աջ կողմում եւ երկնքի ամպերի վրայով գալիս»։ And that was what they condemned him to. Ահա դրա համար նրան մահվան դատապարտեցին իր ասացի պատճառով։ But the word power in Hebrew is given. Զորություն բառը եբրայերենում գևորան է եւ դա մի բառ է, որը այսօր ուղղափառ հրյաների մեջ օգտագործվում է երկնքում Աստծո բարձրագույն վեհության համար։ God in heaven. Հիսուսն ասաց. Says, I will be sitting at the right Ես նստած կլինեմ նրա վեհության աջ կողմում, and I'll come again. ես կրկին կգամ երկնքի ամպերի վրա։ This is a Սա հղում է Դանիելի մարգարեությանը, որտեղ ասվում է, որ նա տեսավ մարդու որդու նման մեկին երկնքի ամպերի վրայով գալիս։ and then in Acts Այնուհետև Գործ Առաքելոց առաջին գլխում ունենք Հիսուսի երկինք վերցվելու իրական պատկերը։ away. It says in Luke Ղուկասի ավետարանում ասվում է, որ դա տեղի ունեցավ Բեթանիայում, այսինքն Ձիթենյաց լեռան հարավային ծայրում։ then you remember that Հիշում եք, երբ նա կանգնած էր այնտեղ եւ խոսում էր իր աշակերտների հետ, նրա արած վերջին բանը նրանց օրհնելն էր։ Երբ նա օրհնում էր նրանց, համբարձվեց երկինք։ he was taken up into heaven. Նրանք նայում էին նրան, մինչև նա անհետացավ ամպի մեջ։ A cloud. And then it Այնուհետև Գործ Առաքելոց առաջին գլուխ 9-րդ խոսքից սկսված ասվում է. Այս ասելուց հետո մինչ նրանք նայում էին, Հիսուսը վեր բարձրացավ եւ ամպը նրան ծածկեց նրանց աչքերից։ and a cloud received him out of their sight. Նրանք կանգնած էին եւ դեռ անշարժ նայում էին վեր երկինք։ Upwards, transfixed. Ասվում է եւ մինչ նրանք իրենց հայացքը սևեռել էին դեպի երկինք եւ Հիսուսի գնալուն էին նայում, ահա սպիտակ զգեստներով երկու մարդ, երկու հրեշտակներ երևացին եւ նրանց ասացին. «Ով գալիլեացիներ, ինչ եք կանգնել ու երկինք նայում։ Այս Հիսուսը, որ ձեր միջից երկինք համբարձվեց, նույն կերպ էլ պիտի գա, ինչպես որ նրան տեսակ երկինք գնալիս»։ Will so come in like manner as Խնդրում եմ նկատեք, սա նույն Հիսուսն է, սա մեսիական դարաշրջան չէ, անձ է, նույն անձը։ Այս նույն Հիսուսը պիտի գա նույն կերպ, ինչպես տեսակ գնալիս։ the same person. This same Jesus will come in the same way. Նա գնաց ամպերով, նա կվերադառնա ամպերով։ Clouds, Նա գնաց Ձիթենյաց լեռից, նա կվերադառնա Ձիթենյաց լեռ։ Ահա պատկերը։ and back to the Mount of Olives. Հիմա եկեք նայենք որոշ հետևանքների։ Վերադառնում ենք Զաքարիա 14:6-ին։ Consequences. We go back to Zechariah chapter 14. Եվ այդ օրը լույս չի լինի, ոչ ցուրտ եւ ոչ սառնամանիք։ That day that there will be Այլ խոսքով արևը, լուսինը եւ աստղերը որևէ պայծառ լույս չեն տա։ in other words, the sun, the moon, and the stars will not give Մի օր կլինի Տիրոջը հայտնի light. եւ իդեպ միայն նրան, ոչ ցերեկ եւ ոչ գիշեր եւ երեկոյան ժամանակ լույս կլինի։ Neither day nor night. Դա կլինի եզակի օր, որի նմանը մինչև հիմա երբեք չի եղել։ It will be a unique day, such as never has occurred up till now. The Հիմա NIV ինչ translation հետևանքներ են լինելու Մեսիայի վերադարձից։ Now, what are going to be the Շատ են։ consequences of Messiah's return? Many of them. It says in that Ասվում է եւ այդ օրը կենթանի ջրեր կբխեն Երուսաղեմից, կեսը դեպի արևելյան ծովը, դա մեռյալ ծովն է, Eastern Sea, that's the Dead Sea. իսկ կեսը դեպի արևմտյան ծովը, դա միջերկրականն է։ Western Sea,
լինի ամառ թե ձմեռ։ It shall be in both summer and winter. Now this is very interesting. Սա շատ հետաքրքիր է, որովհետև իր ամբողջ պատմության ընթացքում Երուսաղեմը երբեք սեփական ջրամատակարարում չի ունեցել։ The first Առաջին բանը, որ անում էին հաղթող բանակները քաղաքից ջրամատակարարումը կտրելն էր։ this happened. Դա տեղի ունեցավ 1948-ին, երբ մենք ապրում էինք Երուսաղեմում։ Պաշարման մեջտեղում արաբները պայթեցրին ջրատար խողովակը, որով ջուրը մտնում էր Երուսաղեմ։ Բայց այդ օրերին արաբները, որոնք շատ հմուտ քարաշեն շինարարներ են, յուրաքանչյուր տան նկուղում միշտ կառուցում էին ջրամբար, ուր ուղղվում էր ձմեռային անձրևաջուրը։ Եվ երբ մենք ապրում էինք, ինչպես նկարագրել եմ, Ահարոնի եւ Քինգ Ջորջ պողոտայի անկյունում, անկյունագծով King's Hotel-ի դիմաց, որ այն ժամանակ դեռ չկար, մեր ջրամատակարարումը կտրվեց։ Kitty Corner across from the King's Hotel, which wasn't there then. Հրեական քաղաքացիական իշխանությունները կնքեցին բոլորի ջրամբարները։ Jewish civil authorities sealed everybody's Հետո ջուրը հանում էին ջրամբարներից, լցնում սայլի մեջ։ the system, put it in a car. Սայլը քարշ էին տալիս քաղաքով եւ մարդկանց թույլ էր տրվում վերցնել միայն որոշակի քանակությամբ ջուր։ When the car Բայց երբ սայլը հասավ մեր գտնվելու վայրին, այն վարող տղամարդիկ հրաժարվեցին գալ։ Նրանք ասացին, սա չափազանց մոտ է առաջնագծին, մենք չենք վտանգի մեր կյանքը։ did not seal our system. Այսպիսով հրեական իշխանությունները չկնքեցին մեր ջրամբարը։ Մենք ունեինք առատ ջրի պաշար։ Section of the Կարծում եմ այդ ջրամբարը առնվազն այս եկեղեցու այս հատվածի չափ էր, գուցե ավելի մեծ քարի մեջ փորված։ Բավարար քանակի ջուր, տիկնայք մազերը լվանալու համար։ rainwater. Անձրևաջուր, բայց Մեսիայի գալուց հետո Երուսաղեմը առաջին անգամ իր պատմության մեջ կդառնա կենդանի ջրի աղբյուր։ And history will become a source of Սա գեղեցիկ խորհրդանիշ է, այնպես չէ։ Մեր կյանքերն էլ այդպիսին են։ Մինչև Հիսուսի գալը մենք կախված ենք արտաքին աղբյուրներից, բայց երբ Մեսիան գա, մեզանից յուրաքանչյուրի ներսում կենդանի ջրի աղբյուր կլինի։ there's a fountain of living water within each of us. Amen. Ամեն։ Incidentally, I want to Իդեպ say ուզում եմ ձեզ պատմել այդ խեղճ ձիու մասին։ Մի արկ պայթեց փողոցում եւ սպանեց այդ ձիուն։ thank God it Արկ ասում, որ ուրիշ ոչ ոք չմահացավ, բացի ձիուց։ Շատ լավ, շարունակենք։ going on. Now, Դուք նկատում եք, ասվում է, որ ջրի կեսը պիտի հոսի դեպի արևելյան ծովը, Մեռյալ ծովը, եւ կեսը դեպի արևմտյան ծովը, Միջերկրականը։ Ամռանը եւ ձմռանը դա կախված չի լինելու փոփոխվող եղանակներից։ they say Ասում են, եւ ես չգիտեմ, թե արդյոք դա ճիշտ է, որ երկրաբանները հայտնաբերել են, որ Երուսաղեմի տակ կա հսկայական ստորգետնյա ջրի աղբյուր։ water under Jerusalem. I don't know whether this is true, but I've Ես չգիտեմ, դա ճիշտ է, բայց շատ անգամ եմ լսել դա։ now if you Մենք չենք գնա այնտեղ, բայց նայեք Եզեկիել 47-ին եւ դուք կտեսնեք, որ երբ տաճարը վերակառուցվի իր նշանակված տեղում, կենդանի ջուրը հոսելու է Երուսաղեմից դեպի արևելք։ living water Իջնում է այնտեղ, ինչը կոչվում է Արաբա, east եւ հետո դեպի Մեռյալ ծով։ and then down to the Dead Sea. And Եվ որտեղ այդ ջուրը հասնում է, այնտեղ կյանք կա, կյանքի առատություն, ձկներ, պտուղներ, of life, ամեն ինչ։ fishes, fruit. Այսպիսով դա արևելյան հոսքն է։ That's the Արևմտյան հոսքը նկարագրված չէ Եզեկիելում, բայց այստեղ ասվում է, որ այն պիտի հոսի երկու ուղղությամբ՝ it says it արևելք both ways, եւ արևմուտք։ and west. Now going on a little further in Zechariah Շարունակելով մի փոքր առաջ Զաքարիա 14-ի 9-ում, verse 9. And the Lord եւ shall Տերը declare թագավոր կլինի ամբողջ երկրի վրա, այդ օրը Տերը մեկ կլինի եւ նրա անունը մեկ։ God is one and his name one. Որևէ մեկը ունի միջազգային նոր թարգմանությունն այստեղ։ Կարող եք այնքան բարի լինել, որ բերեք ինձ։ Ես գնահատում եմ դա, դուք մի փոքր ժամանակով հայտնի կդառնաք։ Notoriety, you'll be on there. Blue and mine too. Where are we? Yeah, that's not. Yeah.
Ես մի պահից հետո ձեզ կվերադարձնեմ այն, պարզապես ուզում եմ կարդալ այս 9-րդ համարը, որովհետև այն բավականին վառ է։ Այն ասում է. Տերը պիտի լինի թագավոր ամբողջ երկրի վրա, այդ օրը պիտի լինի մեկ Տեր և նրա անունը միակ անունը։ Դա Աստծո թագավորության հաստատումն է երկրի վրա։ Դա այն է, ինչ մեզ սովորեցրել են աղոթել ամեն անգամ, երբ ասում ենք Տիրոջ աղոթքը, թող քո թագավորությունը գա։ Եվ մի մոռացեք, դա Աստծո գերագույն նպատակն է պատմության մեջ։ Մնացած ամեն ինչ ուղղված է այդ նպատակին, մենք ներդաշնակ չենք լինի Աստծո նպատակի հետ, եթե ունենք որևէ այլ վերջնական նպատակ, բացի Հիսուս Քրիստոսի թագավորության հաստատումից երկրի վրա։ Եվ ավելին, երկրի համար այլ հույս չկա, երկիրը պիտի ընկղմվի ավելի ու ավելի մեծ խառնաշփոթի, աղետի և տառապանքի մեջ։ Մարդկության միակ հույսը Քրիստոսի թագավորության հաստատումն է երկրի վրա։ Մենք երազողներ չենք, մենք անիրատես չենք։ Այն մարդիկ, ովքեր երազողներ և անիրատես են, հավատում են, որ մարդը կարող է լուծել իր սեփական խնդիրները և բերել խաղաղություն։ Նրանք այդ մասին խոսում են արդեն 2000 տարի, և մենք հավանաբար այսօր դրանից ավելի հեռու ենք, քան երբևէ եղել ենք։ Ուստի մի վախեցեք հայտարարել ձեր վստահությունը, որ Աստված ունի պատասխանը։ Նա պիտի հաստատի իր թագավորությունը երկրի վրա։ Այսօր շատ խոսվում է խաղաղության մասին և մարդկանց ասում են աղոթել խաղաղության համար, բայց այդպես խաղաղության համար աղոթելը անգիտությամբ, դա սատանայի խաբեությունն է, խաղաղությունը New Age-ի մեծ կոչերից մեկն է։ Աստվածաշունչը լիովին պարզ ասում է, որ իրական խաղաղություն երբեք չի լինի առանց արդարության և արդարամտության։ Արդարությունը միշտ նախապայման է խաղաղության համար։ Աստծո թագավորությունը ուտելն ու խմելը չէ, այլ արդարություն, խաղաղություն և ուրախություն Սուրբ Հոգով։ Եթե ուզում եք խաղաղություն և ուրախություն, դա միայն արդարության միջոցով կգա։ Ամեն փորձ հաստատել խաղաղություն երկրի վրա առանց արդարության, առանց արդարադատության, դատապարտված է հիասթափության։ Շարունակելով Զաքարիա 14-ի 10-ից 11 համարները, ամբողջ երկիրը դաշտավայրի պես պիտի դառնա Գաբայից մինչև Ռիմոն, Երուսաղեմի հարավային կողմը, և Երուսաղեմը պիտի բարձրանա ու իր տեղում մնա, Բենյամինի դարպասից մինչև առաջին դարպասի տեղը, մինչև անկյան դարպասը և անանայելի աշտարակից մինչև թագավորի հնձանները։ Ես չգիտեմ, թե այդ բոլոր տեղերը որտեղ են, բայց ասվում է, որ Երուսաղեմը պիտի բարձրացվի և բնակեցվի իր նշանակված տեղում, և ամբողջ շրջակա երկիրը պիտի դառնա հարթավայր։ Այլ խոսքով տեղի են ունենալու ահռելի երկրաբանական փոփոխություններ, և Աստվածաշնչում կան բազմաթիվ հատվածներ, որոնք դա ցույց են տալիս։ Ես նորից նայում եմ մեկ համար Եսայիա 2-րդ գլխի 2-րդ խոսքը։ Այնպես պիտի լինի վերջին օրերին, որ Տիրոջ տան լեռը պիտի հաստատվի լեռների գագաթին, պիտի բարձրանա բլուրներից վեր, և բոլոր ազգերը պիտի փութան դեպի այն։ Այսպիսով այդ պահին այն բլուրը, որի վրա գտնվում է Երուսաղեմը, պիտի բարձրացվի բոլոր շրջակա բլուրներից վեր, և դրա շուրջը պիտի լինի հարթ տարածք։ Բայց դա պահանջում է ահռելի երկրաբանական ցնցում։ Եվ դա միայն փոքր մասն է այն ամենի, ինչ պիտի տեղի ունենա, որովհետև Սաղմոս 46-ում ասվում է, որ լեռները պիտի տեղափոխվեն ծովի մեջ, դա այդ լեռը չէ։ Անկեղծ ասած, մեզանից քչերը որևէ պատկերացում ունեն այն ահռելի ցնցումների մասին, որոնք սպասում են մարդկությանը։ Կա միայն մեկ ապահով տեղ՝ դարերի վեմը։ Նա երբեք չի տեղաշարժվի։ Ամեն, ամեն։ Շարունակենք մի փոքր էլ, սա վերջին հատվածներից է։
Զաքարիա 14-ի 12-ից 15 համարները։ 12 through 15 of Zechariah 14. And this shall be the plague with which the Lord will Եվ սա strike պիտի all լինի այն the հարվածը, people որով of Տերը պիտի հարվածի բոլոր ժողովուրդներին, որոնք պատերազմեցին Երուսաղեմի դեմ։ Նրանց մարմինը պիտի հալվի, մինչ իրենց ոտքերի վրա կանգնած են, նրանց աչքերը պիտի հալվեն իրենց խորշերում և նրանց լեզուն պիտի հալվի իրենց բերանում։ So what happens when there's a nuclear explosion? Սա նման է այն նկարագրություններին, թե ինչ է տեղի ունենում միջուկային պայթյունի ժամանակ, բայց ես չեմ կարծում, որ դա միջուկային պայթյուն է լինելու, որովհետև դրա հետևանքները կազդեին բոլորի վրա։ Սա պիտի ազդի միայն Աստծո և նրա ժողովրդի թշնամիների վրա։ And let me say, a lot of Թույլ տվեք ասել, շատ մարդիկ անհանգստանում են միջուկային պատերազմի և միջուկային զենքերի մասին, և մենք դրա իրավունքն ունենք։ Հիշեք, Աստված էլ ունի իր զինանոցը, և միջուկային զենքերը մանկական խաղալիք են համեմատած այն բանի հետ, ինչ Աստված ունի։ all right. Բարի։ And it shall Եվ come այդ to օրը pass նրանց in that մեջ day Տիրոջից that մեծ խռովություն պիտի լինի, այսինքն թշնամիների մեջ, և ամեն մարդ պիտի բռնի իր ընկերոջ ձեռքը, և նրա ձեռքը պիտի բարձրանա իր ընկերոջ ձեռքի դեմ։ God will Ամեն մեկը պիտի բռնի իր հարևանի ձեռքը և իր ձեռքը պիտի բարձրացնի իր հարևանի ձեռքի դեմ։ Judah also Աստված գերբնական կերպով պիտի շրջի Իսրայելի թշնամիներին իրար դեմ։ Հուդան ևս պատերազմելու է Երուսաղեմի դեմ և պիտի ժողովեն շրջակա բոլոր ազգերի ունեցվածքը ոսկի և արծաթ հանդերձներ մեծ առատությամբ։ Շրջակա ազգերը, ինչպես արդեն նշել եմ, արաբական ազգերն են, կուտակվում է մեծ քանակությամբ ոսկի և արծաթ, բայց վերջ ի վերջո դա կուտակվում է Իսրայելի համար։ Մի ասեք նրանց, որ ես դա ասացի։ Now, one final statement. Մի վերջին հայտարարություն, այս աղետի պես պիտի լինի ձիերի, ջորու, ուղտի և էշի ու բոլոր անասունների աղետը, որ կլինեն այն բանակների մեջ։ And on all the cattle that will be in those camps. So Կրկին շեշտը դրված է կենդանի արարածների վրա, ոչ թե մեխանիզացված բանակների, այսպիսով ինձ համար սա հետևողական սկզբունք է։ So to me, this is consistent. Ինչպես էլ բացատրեք դա, այդպես էլ պիտի That's լինի։ how it will be. Amen. Ամեն։ Now, Հիմա to be complete. ամբողջական լինելու համար ես պիտի անդրադառնամ ևս մեկ հարցի։ Anticlimax, but I have a mind. Մի իմաստով սա մի տեսակ հակակուլմինացիոն է, բայց ես այնպիսի մտածողություն ունեմ, որ սիրում եմ ամբողջականությունը։ Ես չեմ սիրում բաները կախված թողնել, երբ դրա կարիքը չկա։ Ձեզանից շատերը ծանոթ են Եզեկիել 38 և 39 գլուխներին, որոնք նկարագրում են հյուսիսից Իսրայելի երկիր ներխուժող ուժերի դաշինքը։ Եվ մինչև վերջերս բոլորը ասում էին, որ Ռուսաստանը պիտի ներխուժի Իսրայել։ Serious questions about that state. Ես միշտ լուրջ հարցեր եմ ունեցել այդ հայտարարության վերաբերյալ, որովհետև ամեն դեպքում այս պահին իրավիճակը այնպիսին չէ, ինչպես նկարագրված է։ Ուստի իմ եզրակացությունն այն է, որ այն ինչ նկարագրված է Եզեկիել 38 և 39-ում, նույնը չէ, ինչ նկարագրված է Զաքարիա 12-ից 14-ում։ In Zechariah chapter 12 through 14. Now you can read the passages for yourself. Դուք կարող եք ինքներդ կարդալ այդ հատվածները, ես դա ասում եմ հետևյալ պատճառներով։ Առաջին, Եզեկիել 38 և 39-ում նկարագրված պատերազմում Երուսաղեմը կենտրոնը կամ մարտի դաշտը չէ։ The focus or scene of battle. Number 2, Israel is Երկրորդ, Իսրայելը խաղաղ և ապահով վիճակում է, երբ այդ ներխուժումը տեղի է ունենում։ Դա շատ տարբեր է ներկայիս իրավիճակից։ Ես միշտ ինքս ինձ ասել եմ, որ այս մարգարեությունը չի կարող այժմ կատարվել, որովհետև Իսրայելը ամենևին էլ ապահով և խաղաղ չէ։ Number 3, the attackers. Երորդ, հարձակվողները բոլոր ազգերը չեն, այլ հյուսիսից եկող ազգերի դաշինք։ And number 4, the attackers. Չորրորդ, հարձակվողները կկործանվեն կարկուտի փոթորիկով և երկրաշարժով, ոչ թե Քրիստոսի անձնական միջամտությամբ։ 4 major. Այսպիսով կան 4 հիմնական տարբերություններ։ Additionally, Բացի այդ, Եզեկիել 38 և 39-ում ասվում է, որ 7 ամիս կպահանջվի հյուսիսից եկած սպանված զինվորներին թաղելու համար։ then another very significant feature is Եվ կա ևս մի շատ կարևոր առանձնահատկություն։ the armies that have been defeated. Պարտված և սպանված բանակների զենքերը պիտի ծառայեն Իսրայելին որպես վառելիք
7 տարի։ Now, if it was tanks, Եթե դրանք լինեին տանկեր եւ ինքնաթիռներ, հնարավոր չէր դրանք այրել, դրանք չեն այրվում։ it must be Դա նշանակում է, որ դրանք զենքեր են, որոնք մեծ մասամբ փայտից են կազմված։ for me. Բացի այդ, իմ համար դրա իմաստն այն է, որ այդ ժամանակ Իսրայելը չի օգտագործելու ոչ էլեկտրականություն, ոչ էլ նավթ որպես վառելիք։ I personally believe Ես անձամբ հավատում եմ, որ սա տեղի է ունենում Քրիստոսի վերադարձից հետո։ early stages of the establishment of his kingdom on Դա նրա թագավորության հաստատման ամենավաղ փուլերից է երկրի վրա։ there'll be no Ես ձեզ մի բան կասեմ, ինչին հավատում եմ հազարամյակի մասին, այնտեղ աղտոտում չի լինելու։ will have ways of getting around. Տղամարդիկ եւ կանայք կունենան շարժվելու եւ տաքանալու միջոցներ, որոնք չեն առաջացնի աղտոտում։ Now, there's another description in Հայտնություն 20-րդ գլխում կա եւս մեկ նկարագրություն Գոգի եւ Մագոգի ներխուժման մասին։ Եզեկիել 38 եւ 39-ում ներխուժող ուժերը հատուկ կոչվում են Գոգ եւ Մագոգ։ specifically called Gog and Magog. However, Սակայն իմ կարծիքով հայտնություն 20-ը չի վերաբերում Զաքարիա 12, 13 եւ 14 գլուխներին հետեւյալ պատճառներով։ refer to Zechariah Հայտնություն 20-ը կենտրոնանում է Երուսաղեմի վրա։ for the following reason. Հետևաբար դա նույն հյուսիսից եկող ներխուժումը չէ։ Երուսաղեմը կոչվում է սրբերի բանակատեղի, ինչը նախկինում այդպես չէր լինի։ Եվ հարձակվողները կկործանվեն երկնքից եկող կրակով, ոչ թե Հիսուսի միջամտությամբ։ Այս դեպքից անմիջապես հետո տեղի է ունենում սատանայի աքսորը եւ վերջնական դատաստանը բոլոր մնացած մահացածների վրա։ Այսպիսով իմ համար Եզեկիել 38 եւ 39 գլուխները չեն նկարագրում Զաքարիա 12-ից 14-ը եւ չեն նկարագրում նաեւ հայտնություն 20-ը։ On all the remaining days. Ուրեմն եղբայր պրինց, դուր բացատրություն։ Լավ, ես պարզապես առաջարկեմ սա։ Իմ կարծիքով Հիսուս Քրիստոսի հազարամյա թագավորության հաստատումը երկրի վրա չի լինելու կախարդական փայտիկի մի շարժումով։ 20. Այն պահանջելու է խորը մշակութային փոփոխություններ բոլոր այն ազգերի մեջ, որոնք կմնան։ Դա չի կարող տեղի ունենալ մեկ րոպեում։ Բացի այդ, իմ տպավորությունն այն է, որ հարություն առած հավատացյալները պիտի մասնակցեն Քրիստոսի հետ նրա թագավորության հաստատմանը, եւ մեզ հավանաբար կտրվի մի գործ սովորեցնել ազգերին, թե ինչպես ապրել։ Remain. And that's not going to happen in 1 minute. Այդ ամենը չի կարող տեղի ունենալ ակնթարթորեն, դա պահանջելու է զգալի ժամանակահատված։ Resurrected Եթե դա տևեր 100 տարի, դա ընդամենը հազարամյակի 1/10 կլիներ։ his kingdom and Ես չեմ փորձում գնահատել, թե որքան ժամանակ կպահանջվի։ of training the nations how to live. Ոստի ինձ թվում է հավանական, եւ ես միայն դա եմ ասում, որ Եզեկիել 38 եւ 39-ում նկարագրված այս ներխուժումը հակասեմականության վերջին բռնկումն է Քրիստոսի իշխանության հաստատումից հետո Երուսաղեմում։ So, Այն դեռ պիտի տարածվի ամբողջ երկրի վրա։ and the interesting thing is Հետաքրքիրն այն է, որ այն ազգերը, որոնք կազմում են այդ դաշինքի բանակները, հիմնականում այն տարածքներն են, որտեղ հակասեմականությունը եղել է ամենաակնհայտը եւ ամենաերկարատևը։ that is Այսինքն Eastern Europe, Արևելյան Եվրոպա, ԱՊՀ երկրներ եւ որոշ իսլամական պետություններ։ so I just Այսպիսով թողնում եմ ձեզ, որ մտածեք դրա մասին։ I think you see the future is somewhat more Տեսնում եք, ապագան մի փոքր ավելի բարդ է, քան որոշ մարդիկ ակնկալում են, anticipated, բայց այն նաեւ հուզիչ է։ but it's exciting. There may be Կլինեն times when պահեր, you feel երբ it's a դուք bit կզգաք, exciting. որ այն մի քիչ չափազանց հուզիչ է։ I say to Ruth from time to time, one thing we Ես have to երբեմն say, ասում եմ Ռութին, մի բան հաստատ է, մեր կյանքը ձանձրալի չէ։ sometimes we Երբեմն մտածում ենք, արդյոք կկարողանանք դիմանալ այդ ճնշմանը, բայց մինչ այժմ Աստծո շնորհով մենք դիմացել ենք։ No, I want to close by saying something. Ես ուզում եմ ավարտել ասելով մի բան, որը շատ լուրջ է եւ շատ կարեւոր։ I described earlier Ես ավելի վաղ նկարագրեցի, թե ինչպես Աստված պիտի բերի Իսրայելին լիակատար հուսահատության կետին, որտեղ նրանք պիտի տեսնեն, որ չունեն այլ հույս where they will see they have բացի no hope Հիսուսից։ but Jesus. All other hope. Բոլոր այլ հույսերը պիտի վերանան։ Now I Ես հավատում եմ, որ հենց այդպես է Աստված գործում մեզանից յուրաքանչյուրի հետ փրկության հարցում։ for salvation.
Փրկությունը գալիս է հուսահատության մի պահին, at a moment of desperation. երբ մենք տեսնում ենք, We որ see կորած ենք, lost, hopeless, անօգնական ենք եւ անհույս without the առանց Հիսուսի supernatural գերբնական revelation հայտնության and եւ intervention միջամտության of մեր Jesus in կյանքով։ our lives. And I want to Ես say ուզում եմ to you, ձեզ if you ասել, have never եթե come to դուք that երբեք point, չեք հասել այդ կետին, ես կասկածում եմ, որ դուք փրկված եք։ Դուք կարող եք ունենալ մտավոր հավատ Հիսուսի հանդեպ, կարող եք լինել լավ կրոնական մարդ, բայց դուք փրկված չեք։ Եվ առանց փրկության դուք առանց հույսի եք, առանց Քրիստոսի եք, Christ, առանց Աստծո եք։ Ուստի եթե սա ձեր վիճակն է այսօր առավոտյան եւ Աստված դա պարզ է դարձրել ձեզ համար, made that clear to you. ես ուզում եմ ձեզ հնարավորություն տալ հասնելու այդ հուսահատության կետին։ Come to the point of desperation. I'm not going to prolong this. Ես չեմ պատրաստվում սա երկարացնել, չեմ պատրաստվում հեշտացնել դա, չեմ ասելու բոլորի գլուխները խոնարհված, բոլորի աչքերը I փակ։ don't really see why people Ես have to. իրականում չեմ հասկանում, թե ինչու մարդիկ պետք է գաղտնիություն ունենան, երբ գալիս են Հիսուսի մոտ։ So, if there's anyone Ուստի here եթե this այստեղ morning, կա մեկ man այս or առավոտ boy, տղամարդ կամ կին, տղա կամ աղջիկ եւ դու ասում ես պրինց եղբայր, ես չունեմ այն ինչի մասին դու խոսեցիր, ես երբեք չեմ հասել այդ հուսահատության կետին, գուցե ես կրոնական եմ եղել, գուցե վատ կյանք չեմ ապրել, բայց ասել, որ ես հավիտյան փրկված եմ, ես դա չեմ կարող ասել։ I couldn't say that. Եթե դու ուզում ես աղոթք եւ օգնություն այս եկեղեցու առաջնորդությունից, ես քեզ կխնդրեմ անել մի շատ պարզ, բայց շատ նշանակալի բան։ To do something very simple but very significant. Ես քեզ կխնդրեմ կանգնել եւ առաջ գալու հանդիպել ինձ այս ամբիոնի առաջ։ Forward and meet me in front of this. Մի սպասիր երկար։ Not going to wait long. Don't be afraid of people. Because in the Մի last վախեցիր day, մարդկանցից, որովհետեւ վերջին օրը նրանք քեզ չեն օգնի։ God bless you. Come out. Shirley, would you Աստված օրհնի քեզ, դուրս եք։ Շերլի, կպատրաստես մարդկանց։ Պարզապես դիրքորոշում ընդունիր, թույլ տուր, որ ես սեղմեմ քո ձեռքը։ Ես այնքան ուրախ եմ քեզ տեսնելու համար, Աստված քեզ օրհնի։ Խնդրում եմ, եկ եւ օգնիր մեր քրոջը, նա իսկապես խորը մեղքի գիտակցություն ունի։ Thank you, Jesus. Շնորհակալություն Հիսուս, շնորհակալություն Տեր։ Here, we'll pray with you and Հիմա այս սիրելի մարդիկ այստեղ կաղոթեն քեզ հետ, կսովորեցնեն եւ կօգնեն քեզ։ Կա այստեղ ուրիշ մեկ, ով բավական որոշում ունի ասելու, ես այսօր առավոտյան կարիք ունեմ Հիսուս Քրիստոսի, ոչ թե ապագայում, այլ հենց այսօր։ if so, Եթե այո, stand up կանգնիր and come forward. եւ առաջ եք։ I can tell you Ես կարող եմ ասել ձեզ, որ Տերը շատ զորավոր կերպով հանդիպում է այս կնոջը։ in a very Նրա ներկայությունն այստեղ է այս առավոտ։ here this morning. This evening, Այս երեկո այն կարող էր չլինել։ Մեկ այլ օր այն կարող էր չլինել։ Դու Հիսուսի կարիքն ունես now, եւ քեզ նա պետք է հիմա Brother Shirley, առաջ there's եք։ another lady come. Աստված քեզ օրհնի, եղբայր Շելի եւս մի կին է գալիս։ Տերը օրհնի քեզ։ Ես զգում եմ, որ այստեղ մի տղամարդ կա ինչ որտեղ։ Ես պարզապես ունեմ այդ տպավորությունը, որ այստեղ կա մի տղամարդ, ով չափազանց վախկոտ է ընդունելու, որ իրեն Հիսուս է պետք։ Ես քեզ հորդորում եմ, եկ։ Ես չեմ կարող ստիպել քեզ գալ։ Come. I think the sweetest sight Կարծում եմ ամենաքաղցր տեսարանը, որ մենք երբևէ կարող ենք տեսնել, մեղավորն է, որ լաց է լինում Աստծո առաջ։ there are not enough tears in the church today. Այսօր եկեղեցում բավարար արցունքներ չկան։ There's a kind of easy Կա մի տեսակ հեշտ վերստին ծնվելու աստվածաբանություն, որը չի զբաղվում մեղքի արմատներով։ I still believe there's a man Ես դեռ հավատում եմ, որ կա մի տղամարդ, ով պետք է գա։ going to wait any longer. Մենք այլևս չենք սպասելու։
I'm going to step down. Ես իջնում եմ, բայց դու քո հնարավորությունն ունեցար։